Համեստ աշխատավարձը չէ, թե ինչն է սահմանում աղքատությունը, այն, ինչ իրականում պահում է մարդկանց սակավության մեջ խրված ամեն օր սխալ է, այնքան տարածված է, որ այն մեծամասնության կողմից աննկատ է, կարող եք շուտ արթնանալ, անխոնջ աշխատել, կտրել յուրաքանչյուր ավելորդ ծախսեր և դեռ շարունակել նույն ֆինանսական վիճակում, խնդիրը ձեր ստացած գումարի մեջ չէ, բայց այն ձևով, որն ուղարկում է այս արժեքը։ Հրեական ընտանիքներում կա մի հին ասացվածք, որն ամփոփում է այս գաղափարը։ Աղքատությունը ձեր դրամապանակում չէ, բայց մտքում, լոացր աշխատավարձը կարող է լինել միայն ելակետը, բայց եթե անձը հիմնարար սխալ պատկերացում է առաջացնում, նա կդառնա նրա վերջնական առաստաղը, այս սխալը կենտրոնանում է ձեր ունեցածի չափի վրա։ Փոխարենը տեսնելով աճի հնարավորությունները, նրանք, ովքեր նայում են թվին և կարծում են, որ սա այն ամենն է, ինչ կարող եմ հասնել, իրականում կնքում է իրենց ճակատագիրը այդ համոզմունքի հետ։ Պատկերացրեք մի անիվ, որը միշտ պտտվում է նույն տեղում, այն կարող է լինել նոր, լավ քսուկ և պայծառ, բայց եթե դա չի առաջադառնում, այն միայն հատակն է կրում դրա տակ, մի փոքր աշխատավարձը գործում է նույն ձևով։ Դա կարող է լինել ճանապարհորդության սկիզբը, եթե ձեր էներգիան ուղղում եք առաջ, բայց եթե այն միայն իր չափսերով է, այն տարիներ շարունակ կմնա լճացած տարիներ շարունակ։ Ընթացիկ հետազոտությունը հաստատում է, որ մեր ֆինանսական ներուժը չի սահմանափակվում թվերով, բայց սահմաններով մենք պարտադրում ենք մեր սեփական մտքին, հոգեբան Դանիել Կահնեներգը արդեն խոսում էր այն թակարդների մասին, որոնք մեր ուղեղը ստեղծում են որոշումներ կայացնելիս։ Հենդիվը պետք է երդվի տեսանելիության համար աշխատավարձի արժեքը և անտեսելով այս իրականությունը, գրող Անջելա Դակվորթը ավելացնում է, առաջընթացը ծնվում է շարունակական ջանքերից, ոչ թե այն դիրքը, որը մենք գրավում ենք։ Լոացր աշխատավարձի իրական խոչընդոտը նրա անբավարարությունը չէ, այլ այն արդարացումը, որը շատ մարդիկ ստեղծում են դրա շուրջը։ Մի փոքր գյուղում նա ապրում էր Խոսե անունով մի մարդ, նա աշխատել է որպես միլլեր և քիչ է վաստակել։ Ամեն երեկո նա բողոքեց իր կնոջը. Ինչպես դուրս գալ աղքատությունից, եթե իմ աշխատավարձը այնքան փոքր է, նա յուրաքանչյուր մետաղադրամ էր պահում կրծքավանդակի մեջ և բազմիցս ասաց նրանց, ասես մոգությամբ, նրանք կարող էին նրան ազատություն տալ, անցան տարիները և ոչինչ չի փոխվել։ Ջոզեֆ Ոզեֆը միշտ նույն սխալն արեց։ Նա տեսավ իր աշխատավարձը որպես պատիժ, վերջնական դատավճիռ, փոխարենը, որպես ելակետ։ Դա նման է հսկայական գետի եզրին ձեր ձեռքերում ընդամենը մեկ ապակու և բողոքում, որ քիչ ջուր կա, water այնտեղ է, առատ, բայց եթե պնդում եք օգտագործել միայն ապակին և չփնտրել ավելի մեծ տարաներ, ձեր ծարավը երբեք չի հագեցվի։ Առաջին դասը պարզ է, լոացր աշխատավարձը չի սահմանափակում, այն, ինչ սահմանափակում է նրանց, ովքեր բախվում են նրան որպես անհաղթահարելի առաստաղ, քանի դեռ դու բանտ ես գալիս, դա կլինի մեկը։ Բայց երբ նրան տեսնում է որպես իր հետագիծը խթանելու ռեսուրս, նա կվերածվի լծակի։ Ժամանակակից փիլիսոփաները և մտածողները ուժեղացնում են այս գաղափարը։ Վիկտոր Ֆրանկլն նույնիսկ ծայրահեղ պայմաններում խոսեց հանգամանքների նկատմամբ մեր վերաբերմունքը ընտրելու ազատության մասին, Քալ Նյուփորտը իր հերթին ուշադրությունը համեմատում է կապիտալի վրա։ Եթե այն ծախսում եք ողբերի վրա, ոչինչ չի փոխվում։ Եթե ներդրումներ եք կատարում հմտությունների զարգացումով, նույնիսկ փոքր գումարը կարող է հիմք դառնալ հիմնական վերափոխումների համար։ Խոսեն իր կյանքը անցկացրեց իր ապակին պահելու համար, բայց ընտրություն ունեք, հարցն այն չէ, թե որքան ունեք հիմա, բայց ինչ եք անում այսօր դրա հետ։ Նույն քաղաքում նա ապրում էր Դավիթ անունով մի երիտասարդի, նա նաև ստացավ շատ համեստ աշխատավարձ փոքր խանութի վրա աշխատանքի համար, բայց ի տարբերություն մյուսների, նա ամեն շաբաթ առանձնացրեց այդ փողի մի մասը գրքեր գնելու համար, հարևանները փորում են։ Տարիներ անց հենց Դավիթն էր, ով հարգված վարպետ դարձավ և բացեց իր սեփական բիզնեսը, նրա գիտելիքները ազատեցին նրան, նրանք, ովքեր փրկեցին յուրաքանչյուր արժույթ, մնացին նույն տեղում, քանի որ նրանց կրծքերը լի էին մետաղով, ոչ թե հնարավորություններով։ Երկրորդ դասը շատ պարզ է, ցածր աշխատավարձը չի խանգարում աճ, եթե ինքներդ ներդրումներ եք կատարում, աղքատությունը միայն դատապարտում է դառնում, երբ փողը թաքնված է, քան նոր հմտությունների վերածվել։ Ժամանակակից հետազոտողները կրկնում են այս ճշմարտությունը։ Քերոլ Վենչը ասում է, որ զարգացումը գալիս է ջանքերից, այլ ոչ թե կարգավիճակից, ծովային Ռեյվեքենթը սովորեցնում է, որ հարստությունը ծագում է հատուկ գիտելիքներից, որ ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել։ Նույնիսկ Անջելա Դակվորթը նշում է, որ համակարգված համառությունը բնավի տարբերություն է առաջացնում նրանց միջև, ովքեր առաջ են անցնում։ Դավիթը հասկացավ հիմնական կանոն։ Ուսուցման վերադարձի վրա ծախսված արժույթը բազմապատկվել է, կրծքավանդակում պահվող մետաղադրամը մնում է պարզապես մետաղ, հարցրեք ինքներդ ձեզ։
Որտեղ են գնում ձեր փողերը, կրծքավանդակի համար, որը ձեզ պահում է նույն տեղում կամ գիտելիքներով և փորձի համար, որոնք կարող են ձեզ տգել համեստ աշխատավարձից այն կողմ։ Մեկ այլ տեղում նա ապրում էր Չայմ անունով մի մարդ, նա հպարտ էր փող խնայելու ունակությամբ, ամեն անգամ երբ նա ստացավ իր ամուր աշխատավարձը, նա պահում էր գրեթե ամեն ինչ և ապրում էր զրկանքների մեջ, ես կարծում էի, որ սա հարստացնելու միակ միջոցն է։ Բայց 20 տարի անց նա սարսափելի բան նկատեց։ Գումարը մի փոքր աճել էր, բայց կյանքը նրան անցավ, նրա երեխաները մեծացել են առանց կրթության, քանի որ նա պահվում է գրքերում, նրա տունը մնաց հին, քանի որ նա փրկվել է վերանորոգման մեջ, նրա առողջությունը վատթարանում էր, քանի որ նա փրկեց իրեն։ Երրորդ դասը կոշտ է, լոացր աշխատավարձը դառնում է անեծք, երբ մարդը նրան վերածում է մոլուցքի, խնայելու համար խնայելը կարող է ձեզ ավելի աղքատ դարձնել, քան ձեր ձեռքերում փոքր քանակությունը։ Ժամանակակից հեղինակները հաստատում են այս գաղափարը։ Մորգան հագուստը գրում է, որ փողը վերջ չէ, այլ գործիք։ Նասիմ Թելեբը հավելում է, որ համակարգը ուժեղանում է, երբ այն բախվում է ռիսկի և շարժման, ոչ այն ժամանակ, երբ ամեն ինչ պահվում է պահարանում։ Գրեգ Մաքքեյոնն ավելացնում է. ավելի քիչ, բայց ավելի լավ, կարևորն այն է, որ ընտրեմ, թե որտեղ է կիրառել ձեր ռեսուրսներն ու էներգիաները։ Չայմը սխալվեց, նա հավատում էր, որ յուրաքանչյուր արժույթ կպաշտպանի իրեն, բայց ի վերջո մետաղադրամները միայն նրա վախն են պահպանում։ Արտացոլեք, չեք ձեր աշխատավարձը վերածելու բեռի, որովհետև երբ փողը վերածում է կենտրոնը, ոչ թե միջոց, այն միշտ էլ թողնի դա դժբախտության մեջ։ Փոքր քաղաքում Միրյամ անունով մի կին ապրում էր, նա աշխատել է գործարանում և քիչ ժամանակ վաստակել, բայց սովորություն ուներ։ Ամեն շաբաթ նա իր աշխատավարձի մի մասը առանձնացրեց ոչ միայն իր ընտանիքի, այլև ուրիշներին օգնելու համար։ Նա հաց է գնել հարևան այրու, համայնքի երեխաների համար վճարովի նոթբուք էր, շատերը հարցրին. Ինչպես ես այդքան քիչ բան, Միրյամը պարզապես շփտում է, փոքր բազմապատկերը, երբ այն շրջանառվում է։ Ժամանակի ընթացքում ձեր կյանքը փոխվել է, երբ նրան օգնության կարիք ուներ, հարևանները աջակցեցին նրան, երբ նրա որդին մեծացավ, հենց այդ երեխաներն էին, որ նա օգնել էր, ով դարձավ իր հավատարիմ ընկերները, եւ ամենից առաջ ձեր տանը երբեք պակաս չուներ։ Չորրորդ դասը բացահայտում է. սաստիկ աշխատավարձը այլևս դատապարտում չէ, երբ հոսում եք, փող, որոնք շրջանառվում են օգնության, ուսման եւ ներդրումների միջոցով, միշտ վերադառնում են, փոքր գումարը դառնում է հարաբերությունների, գիտելիքների եւ հնարավորությունների ցանց։ Ներկայիս մտածողները ուժեղացնում են այս սկզբունքը։ Նման Բեն Շահարը նշում է, որ երախտագիտությունն ու մեծահոգությունը բարեկեցության հիմքն են։ Բրայանյան տոնը նշում է, որ խոչընդոտը դառնում է ճանապարհը։ Երբ մենք օգտագործում ենք բնավորության ուժեղացման դժվարությունները, Ֆրանկլը հիշեցնում է, որ իմաստը մեզ պահում է նույնիսկ ամենավատ պայմաններում։ Միրյամը ապացուցեց, որ բարգավաճումը չի սկսվում վճարման համարից, բայց ճակատագրով մենք տալիս ենք այդ համարին։ Համեստ աշխատավարձը կարող է ձեզ աղքատության մեջ պահել կամ դռներ բացել օրհնությունների համար։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք այն մնում է դադարեցված կամ շարժվում։ Ով գիտելիք է դարձել կապիտալ, ինչպես Հուրմի նման, ով տնտեսությունը դարձրեց կուռք և կորցրեց մանրացված տարիների կյանքի տարիները, եւ ինչպես Միրյամը, ով նույնիսկ շատ համեստ աշխատավարձից ստեղծեց մեծահոգության եւ կապի հոսք։ Այս պատմությունները բացահայտում են հիմնարար ճշմարտությունը։ Խնդիրը աշխատավարձի չափը չէ, բայց այն, ինչ մենք անում ենք դրա հետ, սխալը գումարը չէ, այլ սովորությունը։ Ոմանք աշխատավարձը վերածում են վանդակի, մյուսները հիմնադրամում։ Հրեական իմաստությունը դասավանդում է, փողը կիսով չափ է, ոչ թե վերջ, դրա արժեքը շարժման մեջ է պտուղներ ստեղծելու, կյանքի ստեղծման մեջ, ժամանակակից հետազոտողները հաստատում են։ Աճը ծնվում է ջանքերից, ոչ թե համարի, Քահնմանը նախազգուշացրեց ընկալման թակարդների մասին, Վենը հիշեց աճի մտածելակերպը, Թալեբը խոսեց հակաիրագիտության մասին, բոլորը համընկնում են մի կետի։ Շարժումը կարևոր է ավելի քան մեծության։ Եզրակացությունը պարզ է, փոքր աշխատավարձը չի սահմանում ձեր նպատակակետը, ինչը սահմանում է այն սխալը, որը դուք պատրաստում եք դրանով, եթե այն վերածում է արդարացման կամ կուռքի, աղքատությունը հարատև է, եթե ձեզ ուղղում եք աճի, ուսման, օգնության և գործողությունների, այն դառնում է առատության սերունդ։ Հիշեք, դատավճիռը գունատ համարի մեջ չէ, բայց այն սովորության մեջ, որը դա դարձնում է ձեր բանտը։ Բառերն ու պատմությունները դատարկ են, եթե դրանք գործողություն չեն դառնում, հետևաբար, այսօր սկսեք պարզ քայլերով, անկախ ձեր ստացած արժեքից։ Նախ վերլուծեք, թե որտեղ է գտնվում ձեր վերջին աշխատավարձը, նույնականացնել առնվազն մեկ ծախս, որը չի բերել իրական օգուտ կամ աճ, վերացրեք այն այսօր, սա տարածում է տեղաշարժի համար։
Երկրորդ, առանձնացրեք փոքր մասը նույնիսկ նվազագույնը եւ ներդրեք ձեր մեջ, գնել գիրք, արագորեն վճարել, զարգացնել հմտություն, որը մեծացնում է ձեր արժեքը, որ սա խորհրդանիշ է, ձեր աշխատավարձը վերջի կետ չէ, այլ մեկնարկային կետ։ Երրորդ, վերցրեք առատաձեռնություն, կիսեք մի մասը նրանց հետ, ովքեր դրա կարիքը ունեն, դա կորուստ չէ, այն շարժում է, կանխիկ միջոցներ, որոնք շրջանառվում են, վերադառնում են կապերի եւ հնարավորությունների տեսքով։ Սենյակ, գրեք մի որոշում, որը ձեր ստատիկ աշխատավարձը վերածում է ակտիվի, դա կարող է լինել աշխատանքային գործիքի, առողջապահական ներդրման կամ փոքր նախագծի համար գումար հավաքելու ծրագիր, գնահատեք 1 ամսվա ընթացքում։ Դա ձեզ ավելի ուժեղ դարձրեց։ Այս քայլերը տևում են 1 ժամից պակաս, բայց փոխում են ամեն ինչ, մի փոքր աշխատավարձը այլևս վանդակ չէ, երբ դադարում եք վախենալ դրանից, այն դառնում է անիվ, որն առաջխաղացնում է ոչ թե կշռող քաշը։ Համեստ աշխատավարձը երբեք պատիժ չի եղել, դատավճիռը այն որպես արդարացում կամ կուրք օգտագործելու սովորությունն է, դատավճիռը այն շարժման մեջ դնելու վախն է, այս սխալը մարդկանց աղքատներին պահում է նույնիսկ տասնամյակներ անց։ Հազարամյակի իմաստությունը կրկնում է, արժեքը այնքան էլ ունես, բայց ինչ ես անում դրա հետ, ժամանակակից գիտությունը հաստատում է, աճը, համառությունը, համակարգը եւ նպատակը վերափոխվում են ավելի շատ ավելին, քան 0-ի աշխատավարձը։ Դուք թույլ չեք, պարզապես մոռացել եք կարգապահության եւ իմաստի ուժը, վերականգնեք այն եւ նույնիսկ ամենացածր աշխատավարձը կդառնա նոր ուղու սկիզբ։ Այսօր ինքներդ ձեզ ասեք. Իմ փողը վանդակ չէ։ Այն ինձ համար գործիքներ է վարձում, թող որ այս արտահայտությունը լինի ձեր ելակետը, կիսվեք մեկնաբանություններում։ Ինչ ֆինանսական սովորություն եք պատրաստում հենց հիմա փոխվել, սա կլինի ձեր առաջին քայլը դեպի ազատություն։